Պիկասոն շատ հետաքրքիր միտք ունի։ Ասում է արվեստը դա սուտ է։ Սուտ։ Որովհետև, չգիտեմ, նկարը, երաժշտությունը, չգիտես ինչ է, դա հորինվածք է։ Դա ինչ-որ մեկի երևակայության արդյունքն է։ Ես ինչ-որ սև ներք եմ քսում դեմքից և ասում եմ, գիտեք, ես մավր եմ, իմ կնոջ հարցն է, ես սիրում եմ նա ինձ դավաճան, թվում է թե դավաճանել, ես պետք է նրան սպանեմ, այդպես բան չկա, դա նախորոք մարդը տոմս է առնում, գալիս է, որ դրան հավատա, դրան խաբվի։ Շարունակում է միտքը Պիկասոն, ասում է, արվեստը դա սուտ է, բայց այնպիսի սուտ, որ օգնում է հասկանալ ճշմարտություն։ Հին հայկական մշակույթի բավականաչափ զարգացած և առանձնահատուկ բնագավառներից մեկը թատերական արվեստն է, որը Հայաստանում ունեցել է իր հնագույն և հին արմատները։ Այն առավել իր արտահայտչականությունն է դրսևորել ներթվարկությունից առաջ առաջին դարում և դրանից հետո ընկած ժամանակահատվածում, ընդհուպ մինչև չորրորդ դար, մինչև քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունում։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկությունների համաձայն, Հին Հայաստանում պրոֆեսիոնալ թատրոններ են հիմնադրվել Տիգրան Մեծի դարաշրջանում։ Հույն պատմիչ Պլուտարքոսի վկայությամբ մոտավորապես 69 թվականին մեր թվարկությունից առաջ Տիգրանակերտում և հավանաբար փոքր-ինչ ավելի ուշ նաև Հայաստանի երկրորդ մայրաքաղաք Արտաշատում կառուցվել են թատերական շենքեր, ուր տեղի են ունեցել տարբեր բնույթի թատերական ներկայացումներ։ Հին հայկական թատրոնի գոյության վերաբերյալ մեզ է հասել ուշագրավ մի փաստ, պահպանված հույն նշանավոր պատմիչ Պլուտարքոսի զուգակշիռք աշխատության մեջ։ Հայտնի է, որ մեր թվարկությունից առաջ 53 թվականի մայիսի 6-ին Միջագետք հայոցի տարածքում Խառան քաղաքի մոտ տեղի ունենում կատաղի մի ճակատամարտ, ուր պարթևական զորաբանակը Պարթևական զորքերի գլխավոր հրամանատար սպարապետ Սուրենայի գլխավորությամբ ջախջախի շպարտության է մատնում հռոմեական 45,000-անոց բանակին։ Ճակատամարտում ի թիվս բազմահազար հռոմեացիների զոհվում են նաև հռոմեական բանակի զորահրամանատար Մարկոս Կրասոսը և նրա որդի։ Նախքան Խառանի ճակատամարտը Պարթևական պետության գահակալ Օրոդես առաջինը Արտաշատում բարեկամության դաշինք է կնքում հայոց գահակալ Արտավազ երկրորդի հետ ընդդեմ Հռոմի և այդ դաշինքն ամրապնդելու նպատակով Օրոդես առաջինը իր որդուն Բակուրին ամուսնացնում է Արտավազդի քրոջ հետ։ Ի նշանավորումն այդ ամուսնության Արտաշատում տեղի են ունենում հանդիսություններ, կազմակերպվում են խնջույքներ և գինարփուկներ։ Այդպիսի տոնակատարություններից մեկի ժամանակ երբ Արտաշատի սեղանատանը, ինչպես նշում է Պլուտարքոսը, բեմադրվել էր մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի հույն ողբերգակ Էվրիպիդեսի Բաքոսուհիներ պիեսը, Բաքոսը հին հռոմեացիների ուրախության, խրախճանքի աստվածներ, Բաքոսուհիներ աղջիկներ էին, որոնք ծառայության էին անցնում Բաքոսի տաճարում և ուրախություն էին պատճառում տղամարդկանց։ Ուրեմն երբ բեմադրվել էր Էվրիպիդեսի Բաքոսուհիներ պիեսը, Արտաշատի սեղանատանը, հանկարծ ներս է մտնում Սուրենա զորավարի սուրհանդակը, Միջագետքի պարթևական կուսակալ Սիլակեսը, որը գլուխ խոնարելով Օրոդես առաջինի առջև, սեղանատան հատակին է նետում Կրասոսի գլխատված կառափը և աջ բազուկը։ Այդ պահին դերասաններից մեկը, հույն Յասոն Տրալացին, իրեն չի կորցնում, կռանում է և վերցնելով Կրասոսի գլխատված գլուխը, կառափը, մի հատված է արտասանում Բաքոսուհիներ պիեսից, այնպիսի մի հատված, որը համապատասխանում է տվյալ իրադրությանը։ Ասում է, մենք գնացել էինք որսի լեռները, լեռներից տուն ենք վերադառնում, մեզ հետ բերելով եղջյուրները այն եղջերուի, որ մենք սպանեցինք, բախտավոր որս։ Ես շատ ուշացա, այսօր է գալիս այս մեզ հատնասով,
Կացես թե մարդ կա, ոգել է մարմնից, որդերին, որքան նման է կայոց մարդյոց։ Այ հիմա մենք նստած ենք, ես խոսում եմ ինձ նայում են, դա թատրոն է։ Արտանում ես, դուրս ես գալիս, նայում ես, մարդկանց, շենքեր, կենթանիներ, չգիտեմ, մեքենաներ, երկին, կարև, նայում ես, դա թատրոն է։ Դու ես խոսեմ, խոսի, բոլոր հարցեր այստեղ կտրվեն, ամեն ինչ այստեղ վերջանալու է։ Նախ պատասխան, պատրաստ ես արդյոք ենթարկվել ժողովրդի կամքին, ճանաչել նրա տրիբունների և օրինավոր կերպով գրել պատիժը այն հանցանքներից, որ կապացուցեն քո դերը։ Հա, պատրաստ եմ։ Հայ արքունի երրորդ թատրոնը, բացի Տիգրանակերտից և Արտաշատից, գոյություն է ունեցել Միջագետ Քայոցում, Եդեսիայում։ Այդ մասին տեղեկություն է պահպանվել Պրոկոպիոս պատմիչի մոտ։ Այդ տեղեկությունից մենք իմանում ենք, որ Եդեսիայի Աբգար թագավորը քաղաքական նպատակներով մեկնում է Հռոմ, տեսակցելու Հռոմի Օգոստոս կայսրին։ Շուրջ 3 տարի Օգոստոսը արգելում է Աբգարին հետ վերադառնալ Եդեսիա։ Սակայն օրերից մի օր Օգոստոսը նրան թույլատրում է վերադառնալ Եդեսիա եւ հետ վերադարձի ժամանակ Աբգարը Օգոստոսից խնդրում է, որպեսզի նա թույլատրի Եդեսիայում հռոմեական թատրոնի օրինակով բացել թատրոն։ Եվ երբ որ Աբգարը հետ է վերադառնում Եդեսիա, պալատական վերնախավը նրան հարցնում է, թե ինչ բարի բան նրան թույլատրեց ինքնակալը, եւ Աբգարը պատասխանում է. ցավ սրտի, որ անվնաս է, եւ խնդություն, որ անօգուտ է, այսինքն նրան թույլատրում է բացել թատրոն, որտեղ ողբերգությունները անվնաս են, իսկ կատակերգությունները անօգուտ։ Ով որ ձեր մասին բարի խոսք ասի ստոր շողոքորթ է։ Եվ ինչ է պետք ձեզ, շներ։ Դուք ոչ կռիվ եք սիրում պատերազմ, ոչ խաղաղություն։ Պատերազմը ձեզ սարսափեցնում է, խաղաղությունը դարձնում բիրտ, ճարպոտ ու ամբարտավա։ Մարդկանց հետ կարողանալ խոսել եւ ուրախացնել եւ ծիծաղացնել եւ ինչու՞ չէ, արդյունքել թող կա։ Դա նույնքան բնական պահանջ է, ինչքան ուրախանալու ցանկություն։ Աղվեսներ էլ չեք այլ երջոտ սագեր։ Այնքան է կայուն ինչքան ածուխը սառույցի վրա կամ թե կարկուտը արեգակի տակ։ Ձերախորժակը նման է հիվանդ մարդու փափագի։ Միշտ այն է տենչում, ինչ վնասում է։ Գիտեք, թատրոնը տալու համար չի, թատրոնը առնելու համար է։ Թատրոնը մեր կյանքն է պահանջում։ Թատրոնը պահանջում է, որ ես ունենամ այդքան համարձակություն եւ հոգու ուժ, որ չմտածեմ բարեհաջող ապրել, լավ տեղավորվել, լավ, չգիտեմ, այլ համարձակվեմ կյանքս տալ եւ ոչ թե մի օր, մի տարի, ամբողջ ժամանակ։ Նրանք ասում են, թե քաղաքում շատ հացի պաշար կա։ Շատ բան են ասում։ Նստում են տանը վառարանի մոտ եւ ենթադրում են, թե ամեն ինչ գիտեն։ Մեծ սենատը ինչով է զբաղված, ով է բարձրանում կամ ով վայր ընկնում, ով ամուսնանում, խնջույքներ սարքում, ով դուր չի գալիս, նրանք ծեփում են իրենց կոշիկի ցեխով։